Ուկրաինական խոշոր քաղաքները կրկին զանգվածային հարձակման տակ են եղել։ Զոհեր ու վիրավորներ կան Կիևում, Դնեպրում ու Խարկովում։ Ամենաշատը Դնեպրն է տուժել։ Քաղաքում զոհերի թիվը հասել է 11-ի։ Ավելի քան 3 տասնյակ վիրավորներ կան։ Կիևում 6 զոհ և 65 վիրավոր կա, այդ թվում երեխաներ։ Վիրավոր երեխա կա նաև հյուսիսարևելյան Խարկովում դրոնային հարձակման հետևանքով վիրավորված 10 մարդկանց մեջ։ Հարվածներից մեկ օր առաջ Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինական բանակը պատրաստ է հնարավոր նոր հարվածների։ Ըստ պաշտոնական Կիևի, խոցվել կամ վնասազերծվել է ռուսական 600 անօդաչու և 4 տասնյակ հրթիռ։ Ռուսական ուժերը նաև ցիրկոն, գերձայնային 8 հրթիռ են կիրառել։ Նրանք բոլորը պետք է ստանան իրենց արժանի պատիժը, և դա անխուսափելի կլինի։ Անցած շաբաթ է Մոսկվան զգուշացրել, որ ի պատասխան Ստարոբելսկի վրա ուկրաինական հարձակման, ինչի հետևանքով 21 մարդ է զոհվել, 42-ը վիրավորվել, այդ թվում անչափահասներ, մտադիր է համակարգված հարվածներ հասցնել Կիևի ռազմական թիրախներին, օտարերկրացիներին կոչ անելով հեռանալ։ Պաշտոնական Մոսկվան խոցված 148 ԱԹՍ-ների մասին է հայտնել։ 11 տարեկան երեխա է վիրավորվել Ռուսաստանի սահմանամերձ Բելգորոդի շրջանում։ Կրկին թիրախավորվել է Կրասնոդարի երկրամասի Իլսկի նավթավերամշակման գործարանը։ Ուկրաինայի նախագահը պնդում է, այս տարվա 5 ամիսներին հարվածներ են հասցվել ռուսական 15 նավթավերամշակող գործարանների, ինչի հետևանքով ըստ նրա Ռուսաստանի նավթի առաջնային վերամշակման հզորությունների գրեթե 40%-ը շարքից դուրս է եկել։ Սարդոստային անվանումը ստացած հատուկ գործողության ընթացքում վնասվել կամ ոչնչացվել է 41 ռազմական ինքնաթիռ։ Զելենսկին սա ներկայացնում է որպես պատերազմի տրամաբանությունը փոխող գործողություն։ Արդեն իսկ Ռուսաստանը սահմանափակումներ է մտցրել իր տարածքից ավիացիոն վառելիքի և բենզինի արտահանման նկատմամբ։ Իսկ այժմ քննարկում է նաև դիզելային վառելիքի արտահանման արգելքը։ Մի երկրի համար, որին դեռ ոչ վաղ անցյալում հաճախ անվանում էին բենզալցակայան, նույնիսկ նման կորուստները լուրջ հարված են և զգալի ձեռքբերում։ Ռազմական փորձագետների գնահատմամբ ավելի քան 4 տարի շարունակվող պատերազմը աստիճանաբար տեղափոխվում է խոր թիկունք, վերածվելով տեխնոլոգիական, տնտեսական և լոգիստիկ հնարավորությունների մրցակցության։ Եթե նախկինում առաջնայինը տարածքային վերահսկողությունն էր, ապա հիմա առանցքային է դարձել հակառակորդի մատակարարման շղթաները, արտադրական կարողությունները և ռազմական ենթակառուցվածքները շարքից հանելը։ Եվ այս փուլում ոճրորոշ կարող են լինել ոչ միայն հաջողությունները ռազմաճակատում, այլև հեռահար հարվածները թիկունքում։ Ծովինար Բարխուդարյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։